Հուլիսի 8-ից 16-ը Marina Traveling Agency-ն կազմակերպում է մեծ հրաշալի կրուիզ, որին TV Travel ճանապարհորդական նախագիծը մասնակից է լինելու եւ ձեզ համար հրաշալի հաղորդումներ է պատրաստելու։ Բարձրանանք Marina Traveling Agency-ի գրասենյակ ու տեսնենք թե ինչ կրուիզ է մեզ սպասվում։ Գնացինք։ Ողջույն Լևոն ջան, հրաշալի։ Շատ լավ, լսել եմ նավարկության մասին, կրուիզի մասին, ասում են շատ լավ ուժեղ բան եմ սպասում։ Այո, Լևոն ջան, ուրեմն մեկնարկը սկսվում է Աթենքից։ Հունաստանը էսի Մալտա է, այո, հուլիսի 10-ին Մալտա։ 10-ին լինում ենք, այո, Մալտայի Վալետա քաղաքում, մայրաքաղաքն է։ Այս ժամերն է, հա, ոնց որ։ Այո, հետո արդեն Կատանիա ենք լինելու։ Դա Իտալիայի քաղաքն է։ Այո, արդեն Իտալիա վերադարձանք, հետո վերադառնում ենք Հունաստան, էլի Կեֆալոնիա կղզի, Կեֆալոնիայից հետո արդեն լինում ենք Միկոնոսում։ Որ վերջերս եղել եք Բերթում, չէ, Բերթում չէ, Բերթի շրջանում, ինչ կա այնտեղ, օրինակ ինչն է հետաքրքիր զբոսաշրջիկների համար։ Հայտնի է գեղեցիկ բնությամբ, հոգատար եւ հյուրասեր մարդկանցով եւ հարուստ է իր մշակույթով։ Բերթի շրջանում գտնվում է Ցլիկ Ամրամի Բերթը, Բերթի ջրամբարը, հայտնի նոր վարագավանքը, Կապտավանքը, նաեւ Խորանաշատը, շատ գեղեցիկ է Շխմուրադի վանքը։ Իսկ համեղ ինչ որ ուտեստներ կամ ինչ որ հետաքրքիր համտեսելու բաներ կա, որ կարող ենք, չէ՞, մենք ուտել սիրում ենք, էլի ամեն դեպքում տենց ինչ որ թեկուզ զբոսաշրջիկները։ Իհարկե, այս վերջի մեր ճանապարհորդության ընթացքում մասնակցել ենք հացի թխման արարողությանը, որը շատ գեղեցիկ էր։ Մեր զբոսաշրջիկները ուղղակի հիացած էին։ Այո։ Սա իմ թխած հացն է Չինչին գյուղում։ Չինչին գյուղ եկել ենք Marina Travel-ի հետ, մնացել ենք գիշերակացով, առավոտյան հացը թխել ենք, հեսա շուտով կնախաճաշենք, կվայելենք յուրաքանչյուրս մեր թխած հացը, շատ հաճելի էր եւ բոլորին խորհուրդ եմ տալիս Marina Travel-ի հետ ճամփորդել, որովհետեւ տարբեր ուղղություններով են գնում, միշտ հաճելի է լինում, հավեսով, լիք ընկերներ եք ձեռք բերում, լիքը շրջապատ շատ հավես է լինում, խորհուրդ եմ տալիս։ Սա էլ իմ թխած հացը, համոզված եմ շատ համեղ է լինելու։ Շրջի։
տարբերվում Բերդի շրջանը Հայաստանի մնացած այլ շրջաններից օրինակ։ Այնտեղի ժողովուրդը իրենց հյուրասիրությամբ են տարբերվում, շատ հյուրասեր ժողովուրդ են, տարբերվում է իրենց բնույթունով, յուրահատուկ բնություն ունի Բերդի շրջանը։ Ոնց է զբոսաշրջությունը նպաստում Բերդի զարգացմանը։ Եթե տուրիստական ընկերությունները կազմակերպեն տուրեր դեպի Բերդի շրջան, տուրեր, արշավներ, այո, այնտեղ շատ գեղեցիկ քայլարշավներ կարող են կազմակերպել։ Այս պահին պասիվ է այդ ուղղությունը։ Երևի թե Հայաստանում միայն մենք ենք կազմակերպում երկուօրյա ճանապարհորդություն Բերդի շրջան, որպեսզի մեր հայությունը տեսնի նաև ինչ գեղեցիկ, թաքնված գեղեցկություն կա մեր Հայաստանի սահմանային շրջանում։ Անուշ ջան, երևի հեռավորությունն է, հա, խնդիրը, որ մարդիկ շատ չեն այցելում Բերդի շրջան։ Կարծում եմ հեռավորությունը չի խանգարում, որովհետև ճանապարհները նոր են վերանորոգել, իդեալական է ճանապարհները, եւ մենք ճանապարհին այցելում ենք շատ գեղեցիկ վայրեր, օրինակ Նոր Վարագավանք, ճանապարհին անկնում Բերդի։ Այո, լինում ենք Բերդի ջրամբարում, անցկացնում ենք մի քանի ժամ եւ այնտեղից գնում ենք արդեն Ծիլի ծով, գնում ենք Կապտավանք, Ղուզանի քար եւ այդպես, ու մենք ճանապարհը չենք էլ զգում, որ ինչքան երկար տևեց մեր օրինակ միջև հասնենք Բերդի կետին։ Այո, ժամանակը թռնում է։ Հասկացա։ Քչերը գիտեն, որ Marina Traveling-ը ոչ միայն կրուիզային ճանապարհորդություններ է կազմակերպում, այլ նաև անհատականացված շատ բացառիկ տուրեր Հայաստանում։ Մասնավորապես մենք գալիս ենք Տավուշի Բերդի շրջան եւ այցելում ենք այնպիսի վայրեր, ինչպիսիք են Վարագավանքը, որտեղ եւ հենց հիմա մեր խումբը գտնվում է, այցելում ենք նաեւ Խորանաշատ, Ծիլի ծով, Խնձորուտի ջրամբար պաշտոնական անունը եւ մի շարք այլ վայրեր, որոնք հայաստանյան շուկայում այդքան էլ հայտնի չեն։ Այնպես որ եթե ուզում եք միանալ մեզ, դիմեք ու միացեք։ Ինչի պետք է այցելել Բերդի շրջան։ Այցելելը շատ կարևոր է։ Իրականում նախ վայելում ենք այդ ամենը, բնությունը, ուտեստները, բայց նաև մենք օգտակար ենք լինում այնտեղի բնակիչներին, որպեսզի իրանք ավելի ոգևորվեն եւ եռանդով ապրեն եւ ծաղկեցնեն այդ շրջանը։ Անշուշտ իսկ եղանակային պայմանները ոնց են Բերդի շրջանում, եղանակային չեպեներ չեն լինում, օրինակ։ Լինում են, իհարկե լինում են։ Մեր ճանապարհորդության երկրորդ օրն է, Չինչին գյուղում ենք,
անձրև է գալիս, բայց դա ընդհանրապես չի խանգարում ու մենք ուղևորվում ենք Ղուզանի քար։ Տուրիստները շատ պոզիտիվ են վերաբերվում այդ ամենին։ Ուրեմն Ղուզանի քարից, երբ որ ուղևորվել էինք Կապտավանք, այնտեղ մենք վայնի 66 մեքենայով էինք եւ մնացինք անձրևի տակ։ Շատ հետաքրքիր էր, բայց նույնիսկ այդ դժվար պահին տուրիստը հումոր էր անում, վայելում էր նաեւ այդ պահերը։ Ոչ մի չէր խառնվում իրար, վայ, սելավ ա գալիս, էս ինչ եղավ։ Այո։ Գնում էինք նաև մի պահ մտանք այդ ցեխերի մեջ, բայց դա մեզ չէր խանգարում։ Մեքենայով ուսով եմ, ոչ թե։ Այո, մեքենայով։ Մի խոսքով տրամադրությունը բոլորի ապահովված է լինում։ Գեղեցիկ անտառային ճանապարհով մի փոքր անձրևի տակ Marina Travel-ի խումբը հասավ Ղուզանի քար։ Ճանապարհին տուրիստները ինչ որ սնվելու հետաքրքիր տեղեր ունեն, թե գյուղացիների տներ պետք է մտնեք կամ ինչ որ ինչ պայմաններ կան, էլի առանց կամ հետաքրքիր վայրեր։ Իհարկե կան, մենք մշտապես կայանում ենք Բերդի ջրամբարում։ Բերդի ջրամբարի մեջ փոքրիկ կղզու նման պատրաստված սննդի կետ է, որտեղ շատ նաև համով, ավանդական ուտեստներ են մեզ մատուցում եւ այնտեղ անցկացնում ենք մոտ 2-3 ժամ, համ հանգստանում ենք։ Այո։ Օրինակ ասացիք Վարագավանք կամ թեկուս այլ եկեղեցիներ, վանքեր, ունեք մարդ, ով ներկայացնում է թե այս ինչ տեղ է, ոնց է եղել, երբ է կառուցվել կամ առասարակ էլի իր պատմության մասին գիդեր ունեք։ Marina Travel Agency-ն ունի մշտական մեզ ուղեկցող գիդ, Նազարեթն է, շատ լավ տեղեկություն է տալիս տվյալ տեղանքից եւ մարդիկ ուղակի հաճույքով լսում եւ վայելում են այդ ամբողջ տեղեկությունը։ Խոսքով Նազարեթ։ Այո։ Ետիկաս կտրես։ Այս արկածային շատ հետաքրքիր էքստրեմալ վիճակով էլ գնում ենք դեպի Խորանաշատ, արծվաբերդում ենք։ Արդեն եկել հասել ենք Խորանաշատ։ Խորանաշատը Հայաստանի եկեղեցական վանական համալիրների մեջ բացառիկ տեղ ու դիրք ունի, որովհետև գտնվում է սահմանամերձ գոտում, այստեղից ընդամենը 100-150 մետր հեռավորության վրա գտնվում է հայ-ադրբեջանական սահմանը եւ սա պատճառներից մեկն է, որ շատ քիչ խմբեր են գալիս այստեղ։ Անունը շատ հիշվող է, այնպես որ եթե տեսնեք մեր տուրերի մեջ Խորանաշատ անունը, անպայման միացեք ու եկեք այս գեղեցկությունը ինքներդ վայելեք։
այստեղ եմ մի հատ ինչ որ ջրամբարի պես բան ինձ լյոշունի քեզ դու։ Ջրամբարի պես տեղ եմ նկատել։ Այո, դա Խնձորուտի ջրամբարն է։ Մեր գյուղացու լեզվով ասած ծիլի ծով։ Ծիլի ծովը, հա։ Այո, ինչու են ասում ծիլի ծով, որտեվ ինքը շատ սառն է եղել եւ ծիլի, այսինքն ածելի կտրող սառնություն է ունեցել։ Այո, եւ ուղղակի հրաշալի վայր է։ Ոնց որ բոլորս իրար հետ միասին գնում ենք Բերդ։ Հետո նաեւ ես։ Անուշյան որպես այս ամեն ինչի կազմակերպիչ, ինձ մի փոքր կպատմեք, որ երկրներով ու որ քաղաքներով է տեղի ունենալու նավարկությունը։ Ճանապարհորդությունը սկսելու ենք Աթենքից, լինելու ենք Հունաստանում, Իտալիայում եւ Մալտայում։ Ամսի 8-ին Հայաստանից մեկնում ենք Աթենք, ուղևորվում ենք դեպի նավահանգիստ, մեկնարկը սկսվում է հենց Աթենքից։ Այնուհետ գրանցվելով նավում տեղավորվում ենք եւ ուղևորվում ենք Մալտայի Վալետա քաղաքը։ Հետո ուղևորվում ենք դեպի իտալական քաղաքներ՝ Կատանիա, Տարանտո, Ալբերոբերո եւ հետո ուղևորվում ենք դեպի հունական կղզիներ՝ Միկոնոս, Կեֆալոնիա։ Վերջի օրը անցկացնում ենք Աթենքում 1 գիշեր եւ վերադառնում ենք Հայաստան։ Իսկ օրինակ ինձ հետաքրքիր է ինչով է տարբերվում սովորական ճանապարհորդությունը կրուիզային ճանապարհորդությունից։ Մենք 7-ից 8 օրվա ընթացքում լինում ենք 3 երկրում, 6-ից 7 քաղաքներում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, ամբողջ իրերը մնում են նավի մեջ, նավից դուրս են գալի տվյալ քաղաք, պատտվում են քաղաքում, նույնիսկ հետ են գալի նավ։ Եվ տուրիստները այդ ժամանակահատվածում եւ վայելում են քաղաքի տեսարժան վայրերը եւ նաեւ վայելում են նավի բոլոր միջոցառումները։ Այդ միջոցառումներից եկեք խոսենք, էլի։ Ինչ միջոցառումներ կան հետաքրքիր նավի մեջ հենց կոնկրետ։ Նավի մեջ լինում են բազմաթիվ շոուներ։ Երեկոյան ժամերի երևի, չէ՞։ Այո, երեկոյան ժամերին այցելում ենք նաեւ ռեստորաններ, ամեն երեկո լինում ենք թատրոնում, լինում ենք շոուներում։ Նավի մեջ թատրոն։ Այո, շատ գեղեցիկ, կազմակերպված, ժողովուրդը այդ ամենը վայելելուց հետո վերջում գնում է դիսկոտեկա արդեն ապարելու։ Ես չգիտեմ, սենց արդեն լոզերս գնում այս ամեն ինչը լսելուց հետո հասկացա։ Հուլիսի 8-ից 16-ի կրուիզի մասին կարելի ասել ամեն ինչ արդեն հասկանալի է։ Այս տարվա ծրագրերից ինչեր ունեք, ինչեր են սպասում այս տարին։ Օգոստոսի վերջ ունենք Գերմանիա, Դանիա, Շվեդիա, Լիտվա, Էստոնիա։ Սեպտեմբեր ամսվան ունենք Շվեյցարիա, Գերմանիա, Դանիա, Նորվեգիայի ֆյորդերը։ Հոկտեմբերին ունենք դեպի Ամերիկա, մեկնարկը լինելու է Լոս Անջելեսից, եւ հոկտեմբեր ամսին նաեւ ունենք Հունաստան, Խորվաթիա, Իտալիա, Հունաստան։ Իսկ այդ բոլոր փաթեթների մեջ ինչ է մտնում, այսինքն ինչն է վճարովի, ինչն է անվճար, թեկուզ կարող եք ասել։ Փաթեթների մեջ ներառված են լինում կավիատոմս, կրուիզային ճանապարհորդություն, տրանսֆերներ, ամբողջ նավային այդ ճանապարհորդության ընթացքում սնունդը կամ all inclusive է կամ 3 անգամյա սնունդ։ Դե ինչ, սիրելի ընկերներ, կարող եք ձեր հանգիստը կազմակերպել այս անգամ արդեն կրուիզային պայմաններում, հետաքրքիր պայմաններում, աշխարհի ամենալավ քաղաքներում Marina Traveling Agency հետ միասին։